Պատվաժան դատարան, ես այսքան ժամանակ չէի ուզում արտահայտվեմ խոսամ, բայց հիմա արդեն որ պարոն Խուդարյանը կարդաց, ես 100% արդեն համոզվեցի, թեպետ այն ժամանակ էլ էի հավատում, բայց մեկ-մեկ ինձ ասում էի, կարող է իրականում ես տերորիստ եմ, կարող է ահաբեկիչ եմ, ես ինքս իմ վրա եի կասկածում արդեն, Ֆրունզիկ Մկրտչյանն ասում է, կարող է ընկել եմ ավտոյի տակ, կարող է, հիմա ես էի կասկածում, բայց Չորից էլ ես ասել եմ, իշխանական քարոզամեքենաները հրամցրին բոլոր հեռուստաընկերություններով, ժողովրդին, հանրային մեղադրողների սխալ վարքագծի եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեզ առավոտը ժամը 7:30 պատերի վրով հարձակվեցին տունս, մտան իմ 70 տարեկան մերս միայնակ տունը եւ իմ տունը եւ մորս տունը հարձակվեցին, տենց պատրաստված գործողություն, եթե տենց պատրաստված մարդիկ ունենք մեր քննչական կոմիտեում կամ ծառայություններում, ապա 44 օրյա պատերազմ կային մոտս Կարմիր շուկայում տեղը ցույց կտա իրանց, որտեղ պատերազմեն, որտեղ կռվեն։ Եվ ինձ ճանաչելով որպես ահաբեկիչ, վերջնականապես իրենց դեմքները պատռվեց այսօր։ Եվ թե նամուս փասիվ ունենան, իրանք պետք է ստեղ չլինեն։ Մեզ մեղադրողներն են եւ մեզ պատժողներն են, ովքեր որ փորձում են մեզ պատժել եւ լավ են զգում, եթե ինչ-որ մեկը լավ է զգում, ես որ կարամ իմ ընտանիքից, իմ ծնողից հեռու բանտարկված մնամ, չտեսնեմ իմ երեխեքին, գլուխները դրելով բարձին դուք լավ եք զգում ձեզ երևի, որ գնդապետ Մաղսուդյանը վերջնականապես Վարդաշեն հիմնարկում է։ Ասեմ ես ընդ էլի լավ եմ զգում ինձ մի բանն է ուզում, որ իմ հայրենիքս վերջնականապես չկործանեք, շնորհակալություն։